եթե Ժակը լռի, մենք կարող ենք սկսել, եթե մութ ականջն է, այսօր ունենք թարմ երկու ականջ։ Հրավիրալ համեմատաբար թարմ ականջն է։ Այս ծրագրի համար թարմ։ Дипломированный специалист, Պսիխոլոգ, дипломированный Հոկեբան, հոգեբան, հաղորդավար, այո։ մեր հին ընկեր Գորն է Ինձ այստեղ։ թվում է Շուշանիկը ներարկել է նրան մեր թիմի մեջ, որովհետև զգում է, որ թիմում հոգեբանական խնդիրներ են։ Айо. Это точно. Кстати, мы между двумя горами можем загадать желание. Итак, я загадываю. Մի րոպե։ Եկեք, ասենք 1 2 3 ու դուք բարձրաձայն երկուստե ձեր ժելանյան Չէ, բարձրաձայն։ չեն կարա։ Չէ, ինչի է։ Շուպկա։ Էրոտիկ ժելանիե մասը։ Ты понял, какие у него желания? Հետո, հետի։ Давай. Առողջություն։ Հա, դե էլ։ Чистый воздух իզդու։ Առողջություն։ Ո՞յ տարիքա։ Ինչ տա։ Լավ, ընչենք դիմակներով, པարս պատճառներով, որովհետև հավոր է իրավիճակը Երևանում։ Սա մեր պրոտեստն է, Այո, այո։ Акция. Ես առաջարկում հանեմ, Այո, որ մեր որ ձենը նորմալ ավելի լսելի լինի։ թավշյա։ Եվ օտնե ֆիլտրացիա է։ Այո, դե փակ տարածք կա, պատոհանները փակ են, բայց սա կարծես թե վերջին մի քանի օրվա ամենաակտուալ թեման է։ Ու այսօր ես արդեն հանդիպում եմ նաև հայկական Facebook-ում այսպիսի գրառումներ, որ սեներս այդքան է վատ չի ամեն ինչ։ Ոչ պետական մարմինների կողմից, էլի որ յանի այն ինչ որ դուք տեսնում եք դա հենց այդպես չի, որ կան նաև այլ չափումներ, այլ մոտեցումներ եւ այդ այլ չափումներ եւ այլ մոտեցումներով կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ ինձ հետաքրքրում է ինչի հենց այս շրջանում այս անհանգստությունը բարձրացավ, միթե մի տարի առաջ Հայաստանի ու մասնավորապես Երևանի օդը այդքան վատ է, չէ՞։ Բայց անցյալ տարել ենք բարձրաձայնում։ Это было, да. Արդեն մի 2 տարի А հաստատ вообще 2 года назад началось. Все узнали про этот коэффициент. Ես ավելին ասեմ, ես ալերգիկ եմ ու օդի աղտոտվածությունը միանգամից ինձ մոտ ռեակցիաներ է համապատասխան Ես առաջացնում։ ցավում եմ քո համար։ Ունես ալտերնատիվ տարբերակներ։ Դե տնից դուրս չգալն է տարբերակներից մեկն է կամ դեղերը ալերգիկ ու օդի աղտոտվածությունը ես վաղուց եմ զգացել։ Ու կարելի էր սպասել սա, որովհետև կանաչ տարածքներ ու այդ թոքեր կոչվածը Երևանի, որը ապահովում էին Կասկադի անտառը, Նորքի, Մարաշի անտառը, Դալմայի այգիները, Օղակաձև զբոսայգին, Բոլոր Կոմայգին անգամ Կոմայգին այդ բանի այգին Արամի փողոցի Seasons-ի հետևի այգին, որտեվ Թամանյանը ինչու է այդ թունելների նախագիծը արել, որպեսզի Հրազդանի կիրճի թարմոթը Да, вентиляция. Եվ այդ ծառերով հասնի անգամ միջև հանրապետության հրապարակ ու հիմա չունենք այս ամեն ինչը։ Լսեք, ավելին ասեմ, ես այն օրը ճարտարապետի մի հատ հոդված եմ կարդացել, հիմա չեմ կարող հիշել ով էր։ Փաստորեն Թամանյանը երբ որ գծագրում էր քաղաքը եւ առհասարակ այսպիսի քաղաքներ որ գծագրում են, միշտ թողում են ինչ որ տարածություններ, այսպես ասած, թթվածնի համար կարիդորից հայերեն միջանցքներ, այո, որոնք որ պետք է բաց լինեն, որտեղ, չգիտեմ, սարերից օրինակ իջնում է օդը կամ հետո բարձրանում է։ Մեր մոտ այդ միջանցքների բոլոր միջանցքների վրա բարձրահարկ շենքեր են, ոնց որ հատուկ, բայց այս տերևույթի ոչ թե հատուկ են արել որ միջանցքները պահեն, այլ ժամանակին հատուկ տեղ էին հատկացրել, հիմա այդ տեղը why ազատ տեղ ունենք, why ստացվում է, որ մեր քաղաքի բնակիչները նախընտրել են ապրել հիվանդություններով եւ ավելի կարճ ժամկետով, բայց քաղաքի կենտրոնում։ Լսի, խոսքը միայն քաղաքի կենտրոնի մասին չի, ես ասեմ, որ ջրվեժում ահավոր վիճակ է։ Больше был коэффициент, чем в центре. Ջրվեժում ամենավատ իրավիճակն է, ես հիմա այս պահին հիմա որ նայեմ, հիմա ձեզ կասեմ օրինակ որտեղ է ավելի մաքուր օդը, որտեղ ավելի ուր գնանք շնչելու, հա։ Ուր գնանք, բայց դե Երևանում ես խնդրում եմ նոր արեշն նայես, եթե նոր արեշը այստեղ ավելի հետաքրքիր է այն, որ իշխանությունները ու քաղաքային իշխանությունները այնպես են ասում, որ մի անհանգստացեք մաքուր է օդը եւ ձեր չափումները
չգիտեմ, Սխալ են։ տիեզերական չափումներ են քաղաքի հետ կապ չունեն, կարծես իրենք այս օդը չեն զգում Կամ ուրիշ օդով են կամ շնչում։ ուրիշ բան են թթվածնային Այո, բաներ Ակվալանգ ունեն Այս պահին այստեղ ուրեմն 183 է այդ կոեֆիցիենտը 20 անգամ ավելին է քան ուրեմն այդ առողջապահության ուրեմն ՄԱԿ-ի այդ կոմիտեն խորհուրդ է տալիս 20 անգամ ավել։ Այ միջալուց ասում եմ, որ մենք առաջին տեղում ենք ու մեկը հեգնանքով գրել էր վերջապես հայերը Հայաստանը ինչ-որ բանով առաջին տեղում են։ Անցած տարի По-моему, Мумбаи все-таки хуже. Արինջում այս պահին 249 Արինջում Նոր արեշ խնդրում եմ, նոր արեշի բունի տարածքը Այ 186 ամենամաքուրը ամենամաքուրը 133 համեմատաբար այս պահին հիմա ասեմ А самый чистый воздух поблизости это в Гехарте. Գեղարդ 68. Так что Աշտարակի խճուղի ուրեմն Արադ վայելից հետո բայց դա Երևանից դուրս է էլի արդեն Ես համաձայն եմ, եկեք ժամանակավոր տեղափոխվենք Գեղարդ։ перенесем в столицу. Գեղարդում քարանձավներն են Գեղարդի ճանապարհները չեն սարքել դեռ խնդիր կա այո Բայց սա իսկապես ակտուալ խնդիր է, ակտուալ պրոբլեմ է բոլոր մեգապոլիսների համար, որոնք որ գտնվում են այսպես բաժակի մեջ, այսպես ասած, Тазики. սարերով փակված։ Հա, բայց ամեն տարի ասել, որ Ժորժ ջան, էսի նորմա է, սխալ է, Դե իհարկե ծառերը շատացնեն էլեմենտարներ, ինչ կարող են անել։ Իսկապես մարդիկ շտրաֆեր վճարեն ոչ թե նրա համար, որ ինչ որ մեկը ոնց որ իրենք ասում են, տերևա այրում Այլ նու բարաշենի օրինակ այդ ահավոր աղբան ոնց այդ դա է խնդիր ախտոտ բանի փոշին շինարարական փոշին դրա հետո մեքենաների այդ արտանետումները մեքենաներ որոնք որ չունեն կատալիզատոր կատալիզատորները գողանում են ոչ թե նրա համար որ գողանան ժակի կատալիզատորը վաճառեն գորը որ գորը դնի իր կատալիզատորը Почему? Կատալիզատորի մեջ կա ոսկի արծաթ եւ պլատինա ձիմա Դե օրենսդրական դաշտով էլ պետք է կարգավորվի որ կատալիզատոր գնել է այդքան հեշտ չլինի Դե թեկուզ ասենք հենց ինչ որ փոփոխություն մցվի ու ստուգեն ավտոմեքենաներին ու եթե կա կատալիզատորի բացակայություն էլեկտրական մեքենաները բավականին շատացել են դա անզեն աչքով նկատել է շատացել են բայց դա այդքան չի ցավոք սրտի դա 10%-ից պակաս է դեռ մեր երկրում Кстати, как вы относитесь к тому, что один депутат вчера предложил, что в центр административно могут въезжать на собственном транспорте только те люди, которые прописаны в центре? Избранные. Ну, из нас 4 прописан в центре только ты, у тебя нет. и вот, не, ну и... Что послушай? Ինչ անարդարությունա 4-ից մենակ դու ես կենտրոնում գնացել։ Тебе придется мне ее... Не, ну серьезно. Я тебя усыновлю. Смотри, И запишу на тебя. но была такая реальная идея, и ее вроде даже собирались обсудить. Ես այդ բանի մասին, նմանատիպ բանի մասին Լոնդոնում եմ լսել, երբ գործով գնում էինք, ուզում էինք մեքենա վերցնենք, մեզ ասացին իմաստ չունի, որովհետև հենց կենտրոնում որ կարող Եվ ոչ միայն Լոնդոնում է։ Նույն Իտալիայում, Միլանում, Հռոմում դու նկատես փոքր կենտրոն, միայն այդ տրանսպորտը նենց վիճակում որ քեզ պետք չի դու մեքենա ունենաս։ Հիմա եթե մեր երկրում տրանսպորտը, մեր երկրում չէ, ներողություն, մեր քաղաքում տրանսպորտը, հա, իմիջիալից եւս մեկ անգամ պարոն Գրիգորյանին, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ։ Գրիգորյան Սուրենը քաղաքապետի տեղակալը բանի, общественный транспорт ոնց հանրային տրանսպորտի գծով ինձ գրել էր Messenger-ում, որտեվ ինչ որ իմ եթերներից մեկը կամ ինտերվյուներից մեկը տեսել է եւ լսել է այնտեղ, որ ես ասել եմ, որ ես ունեմ 4 երեխա, անվճար կարող տրանսպորտից օգտվել, բայց չեմ կարող, չգիտեմ ոնց անել։ Վերջ այդ մարդը գրել է, զանգել են ինձ 28 րոպե բացատրել է, որտեվ ես տուպու եմ, կարող է ժակի 10 րոպե։ Դու ես հասկանում։ Ես իրանց ասեցի, հանրային աստղ ես։ ասեցի, իսկ ոչ հայտնի մարդկանց որ հանրայինա 28 րոպեն օքեյ է։ Մերսում էլ կա։ Ասեցին, որ բոլորին օգնում են։ Լավ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, ես անվճար կարող եմ օգտվել, բայց խնդիրը նրանում է, որ այդ տրանսպորտը այդքան
հարմար չի։ Բայց մեծ աղջիկը արդեն չափահասավ։ Կապ չունի։ Երեխաները կապ 4 երեխա հավերժ դու բազմազավակ։ Դու ծմա բազմազավակ։ Մտածիր դրա։ Բայց դա քրքիր է որ Ուզում եմ ասեմ որ տրանսպորտի հարցն է, եթե տրանսպորտի հարցը նորմալ լինի, եթե տրանսպորտը լինի այնպես ինչպես Լոնդոնում, Միլանում, LM չէ, LM վատը տրանսպորտ, LM մեքենա պետք է հաստատ։ Նյու Յորքում, Տոկիոյում, այդ դեպքում կարելի է իհարկե առանց մեքենա։ Ну давай поменяемся, я тебя пропишу в центре, а ты дашь мне свой проездной. Смотрите, Проездной я тебе дать не могу. Да, мы это обсудили. Да. Он именной. Он именной, ինքը իմն ամենը։ Կինս է կարող է ունենալ, բայց իմով ես իմ երեխաներին չեմ կարող տալ, որ օգտվեն։ Եվ այսպես թեմայի եզրափակում որպես լուծումների մասին հուշումներ եղան, պետք է այդ կանաչ գոտիների մասին մտածվի, պետք է շինարարական process-ները ինչ որ կերպով վերահսկվի, ինչ որ մեկը հիստերիայով մտել էր, էլի Facebook-ում տեսել եմ, արգելեք հենց հիմա, եթե թույլտվություն եք տվել շինարարությունները, եթե դրա պատճառով այս ամեն ինչը փակեք եւ այլն, չգիտեմ, այդքան ռադիկալ մեթոդներ կկիրառվեն թե չէ։ Այս թեմային ինչ կարանք էլ ասենք, վտանգավոր է, քաղաքը փոխել քաղաքի դիրքը չեն կարող, հա, Երևանը ինքը կիսատափաստանային, կիսաանապատային ինչ որ այսպես գոտում է գտնվում։ Միակ բանը այդ ծառերը շատացնել։ Բայց որ այդտեղ չունենք այդ ծառերը շատացնելու։ Եվ գեղարդում առանձնատուն գնել։ Թանկ է այն։ Օրինակ Հոնկոնգում հա օրենքով ամրագրված է, որ կղզու 30%-ից ավել չէ Հա, բնությունը պետք է, հա, այդ համամասնությունը պետք է ստեղել է օրենքով գրված է, որ եթե դու կառուցում ես, չգիտեմ, 20 հարկանի շենք, իր հարևանությամբ պետք է լինեն մանկական բակ, սպորտային, չգիտեմ ինչ, բայց 3D գրաֆիկայով այդ ամեն ինչը կա, մակետը գնում է, բաուրա։ Հեսա, խնդրեմ, ցեմենտից բայց եկեք մի քիչ, եթե մի քիչ էլ բան անենք, հա, առհասարակ մենք այդ կանաչի հանդեպ նու շատերս չունենք սեր, որովհետև ես վերջերս ընկերս ամառանոց էր, հա, սարքում, շենքը սարքած էր կողքը դեռ հող էր, ու ես ասում եմ ինչ լավ կլինի այստեղ ավտոյի այդ անվադողերի, հա, տեղը ինչ որ բան անես, մնացածը կանաչ լինի շատ սիրուն։ Կես տար հետո գնացի, տեսա սպլաշնոյ բետոն։ Ուրբանիստ։ Ես ասեցի կարող էիր ամառանոց չառնեիր ձեր այդ Չէ, դա պրոբլեմա է իրականում, դա պրոբլեմա եւ պետքա լուրջ մտածել դրա մասին եւ եւս մեկ անգամ ասում եմ կամ գոռում եմ, բացականչում եմ, որ սիրելիներս, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով քաղաքի քաղաքապետը եւ առհասարակ բոլոր այն մարդիկ, որոնք որ կառավարում են մեր թաղամասերը, քաղաքը, Երևանը, մնացած բոլոր քաղաքները, գյուղերը, դրանք ոչ թե պետք է լինեն քաղաքական գործիչներ, այլ պետք է լինեն մենեջերներ, որոնք որ մտածում են մարդկանց եւ այդ տարածքի մասին։ Մարդկանց եւ տարածքի մասին։ Ոչ թե ինչ որ պարտիա решила, Ленин сказал, кто-то. Ես կավելացնեմ, որ իրենք նաև պետքա իրանց սիրեն, հա, որ իրենց քաղաքը իրենց համար դարձնեն հարմարավետ տեղ ու չամաչեն, որ այս քաղաքը ամփոփելով այս թեման պետք է ասենք, որ մեր կյանքի մշակույթը պետք է փոխենք, այն քո բերած օրինակից սկսած սիրել կանաչը, շրջապատել քեզ կանաչով, այդ անհատական մեր մոտեցումն է։ Մենք մի քանի տարբերակներ քննարկեցինք, հուսանք, որ պետական մարմինները ինչ որ քայլեր կձեռնարկեն։ Լսող ականջները կշատանան։ Да. А до этого у нас будут вот эти проблемы с этим pH 2.5։ Ու հետո այս մենակ խնդրեմ չի, որ ուղղակի անդադ բարձրաձայնում ենք, վաղը մյուս օր նույն ծնելիության մակարդակի վրա, նույն առողջական տարբեր հիվանդությունների սրացում կամ ձեռքբերում, ամեն բան հնարավոր է, այնպես որ նայ շատ sense մի հոգեբանական պահ կա, հա։ Հոգեբան։ Շնչելը համարվում է մարդու առաջին ստացված պոզիտիվ հոգեբանական մեխանիզմը։ Այսինքն մարդը երբ որ ծնվեց, Երջանիկ ապուշ շնչում է։ Երջանիկ ապուշ։ Այսինքն իսկ օրգազմը
Это уже вторичный инстинкт. Երկրորդը չի, երկրորդը սնվելն Չէ, второй сосательный, երրորդը դուրս кстати. գալն է, նկատի ունի արտակնոց։ Այո, այո։ Ահա, բայց առաջին ստացված պոզիտիվ հոգեբանական մեխանիզմը շնչելն է։ Եվ մենք կուզենք, որ այս երկրում Մենք եւ այս պահանջում ենք զրկված քաղաքում չլինենք դրանից։ այդ Մեր մեխանիզմը առաջին կետը օգտագործելու խախտվում է։ այդ բանը տան մեզ, այո։ Այսինքն մենք երջանիկ ենք, երբ որ շնչում ենք առաջի հերթին։ Դե արդեն որ շնչում Не заменяем, не ценим. Вот то, Ու что չենք есть, да. նկատում։ Не, ну теперь все обращают внимание, А потому теперь Բայց уже ձևակերպումը начали- կարևոր է, տես գոռը ձևակերպած ասեց, հասկացա։ что ամիգուցե դրանց հետո սկսեն ավելի այլ կերպ մոտենալ։ Լավ, Так. ինչից է խոսում այսօր Դիման, ինչն է հուզել քեզ։ Ну, Այս արանքում, երբ որ մենք չենք խոսում։ не, но мы договорились, что у нас потом будет серьезная тема, да, Нет, опять которая... мы про тебя говорим, про то, что мы договорились, это Гор говорит. Твоя личная тема. Да, моя личная тема, знаете, совпадала как раз-таки с воздухом. И всё? Мы ее уже обсудили. А больше ничего такого особого не произошло. Մենք Դիմայի հետ երբ որ եթերը սկսում էր, իրար նայեցինք ու հասկացանք, որ нам этот мир абсолютно понятен։ Мы просто хотим Чтобы было все хорошо. и мира։ Ես քանի որ Գորը հոկեբան է, Գորը Գորին է դիմում, դուք ինձ համար գոյություն չունեք, այս պահին երկուսում։ Ну, давайте. Անիմաստ մարդիկ Լկտի եք, պահ, ոչ մի բան չի հուզում ձեզ։ Հետո կքննարկենք ինչի։ Ես ուզում Գոյություն եմ չունեն։ Գորին հարցնեմ, այ երբ որ մարդը վերադառնում է ինչ որ բանին, որ իրեն ցավեցրել է ժամանակին, դա նորմալ է թե չէ։ Եթե վերադառնում ես ու տեղ ունես հույզեր ապրելու կամ Դե մաչկե Հայաստան, Պորտուգալիա, Հայաստան 9-1։ Վերադառնում է այդ թեմային։ Надо было... Понятно, о чем он мог продолжить разговор. Հայրը անընդհատ կրվում են ու դու անընդհատ гնում ես կամ սպասում ես։ Մազոխիզմը չի։ Նոր ես ասեմ, ես լուծել եմ իմ համար հայկական ֆուտբոլի Այն չկա։ հարցը։ Ահա, Ոնց եմ լուծել։ Արա, հայկական Ես մի ֆուտբոլի օր հարց։ որոշեցի, որ այսուհետ Հայաստանի մասնակցությամբ բոլոր խաղերում ես չակնկալեմ Հայաստանի հավաքականի Հաղթանակը հաղթանակը։ կամ անգամ ոչ ոքին, հա։ Այո, որովհետև օրինակ հայրս ֆուտբոլասեր էր ու շատ լավ աչք ուներ ինքը միանգամից որ նայում էր ես սիրում էի իր մեկնաբանությունները ու միշտ ինքը բողոքում էր այն բանից որ դե արա վազել չգիտեք էլ ինչ եկել էր խաղալու էս էր շատ Այո, տիպիկ։ ծայրահեղ տիպիկ, հա։ Իսկ ես դեպս 9-1 հաշիվը ես առիթ եմ ունեցել, չգիտեմ նայել եք այդ Իտալիա-Հայաստան խաղը։ Այն 9-1-ը, Այո։ այո։ Դուք հիշում եք մեկնաբանի 2016 կոմենտները։ թվական։ Մեկնաբանի կոմենտները այդ խաղի ժամանակ ես Չէ, դե մեր մեկնաբաները լրիվ այլ տեզերքում են։ բայց գոր այդ ֆանտաստիկ էր, որովհետև երբ որ մեկնաբանը ինչ որ պահից սկսած հազալ եթերում, հետո սկսեց ասել, դե տղեկ, սա չի լինի, ինչպես կարելի է, չգիտեմ, ու շատ հանգիստ սկսեց, դե քանի որ մենք էլ ներքին կուխնյայի ծանոթ ենք TV-ի, չէ, գիտենք որ մարդը մեկ էլ մի պահ էլ չի ուզում իրեն կոնտրոլ անի, որովհետև պետք չի։ Ես այդ խաղի ժամանակ այնքան եմ ծիծաղել ես մեկնաբանությունների վրա, որ սպասում էի գոնե Պորտուգալիա-Հայաստան խաղի դեպքում նույնը կլինի, մի քիչ չեղավ։ Չէ, տղաները մի քիչ ցավ։ Գնացին դեպի սպա։ Դե լավ, ինչ ասեմ, եկեք վերքը քորենք, բայց հայկական Դու ինչ ֆուտբոլի ես մի վարքա միջև ամփոփես։ Դու ինչ ես տեսնում, ինչ լուծում ես տեսնում։ Դու ես կապում ես անհաջողությունը ոչ ճիշտ մենեջմենտի, ղեկավարման հետ եւ այլն։ Իհարկե, դա մենակ իմ անձնական կարծիքը չի, ես լսել եմ տասնյակ ինտերվյուներ, որոնք որ կապ չունեն հայկական ֆուտբոլի հետ եւ իմ ուղեղս հենց այդ հարցի վրա էր կախած, որ այդ մարդկանց հարց էին տալի, ով է մեղավոր ազգային հավաքականի անհաջողություններում։ Ֆեդերացիան։ Դա բոլոր երկրներում այդպես է, որտեղ ֆեդերացիան պատասխան է տալի ազգային հավաքականի։ Ինչի փոփոխություն չկա։ Միթե այդ մոդելը ընդհանուր առմամբ չի աշխատում։ Օրինակ տեսեք, երկրի տարբեր ոլորտներում մենք ունեցել ենք վերջին տարիներին ցավալի անհաջողություններ եւ այլն, կոնկրետ ինչ որ մեկը կարող էր պատասխանատվություն կրել, բայց պատասխանատվությունը բաշխվեց ամբողջ ժողովրդի վրա։ Հիմա ֆուտբոլի անհաջողությունների պատասխանատվությունը եւս ժողովրդի վրա է։ Ես ու դու ենք մեղավոր ու Միշան, որ
Ռուսաստանից եկել։ Հա ինչի է եկել։ Չէ, ինչի եկել չէ, մեղավոր է նաև Միշան։ Չէ, ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ախր խնդիրը նրանում է, որ մարդիկ անպատասխանատու են, պատասխան չեն տալիս, հասկանում ես, անհաջողությունը ժորտ, դու չես կարող, դու քո գործը վատ, հիմա եթե ես վատ հաղորդավարեմ, ինձ պետք է գործից հանեն, չէ, չթողեն Չէ, մտնել եթե եթե կամ էլ ռադիոն քո պատճառով հրդեհվի, կամ այնպեսի մի բան ասես, որ ամբողջ երկիրը խառնես իրար, ու դա վատ լինի, կամ ամբողջ ռադիոն, դրանից հետո բարոյապես դու պետք է ասես կներեք, в стране же должен быть вид спорта. Вот поэтому просто для того, чтобы был. Բայց այստեղ նաև դու չես լարվում։ ինքը չի ոչ լարվում, ոչ նայում է։ Да, но я наслышан. Ես օրինակ մի օր մի ֆուտբոլիստ կար, որ նստած խոսում ենք ծխում էր։ Ահա։ Ծխ ֆուտբոլիստ։ Այդ ժամանակ էր գործող, մի քիչ հին պատմություն եմ պատմում։ Ու ես երբ որ հարցում եմ, ասում բան է, ոնց ես դու ծխում, ասում դե այդ աղբեր չի խանգարում։ Դե չէ, հիմա Պոլ Գասկոյնը համ ծխում էր, համ խմում էր, Աստվածտա բոլորը Պոլ Գասկոյնի նման խաղալ։ Բայց ամեն դեպքում եթե ծխելու մասին խոսք գնաց, եկեք ձեր առողջությանը հետևեք, իմ համար միշտ անդադում եմ կիսվեմ, էլ միշտ այդ իմ մտքերում սրտաբանական եմ շուշուտ գնում։ Մեկ էլ շուշուտ գնում եմ ջիմ, այդ երկու հաստատություններ։ Իմ համար իսկական դուշկեք են բոլոր այն մարդիկ, ովքեր որ ծխում են ջիմի դիմաց, Պարապուկից առաջ ու պարապուկից հետո, մեկ է սրտաբանականի դիմաց, հենց նոր ստուգվեցին ու իջնում են ծխելու։ Այդ մարդիկ ունեն ուրիշ Ստուգվեն ներվայնացել է, բայց այդ մարդիկ ունեն մի հատ ուրիշ արդարացում հիմա, որը մեր նախորդ բաժնի բանը թեմաներ, ասում են Երևանի օդը ավելի վտանգավոր է։ А вот смотрите, мы об этом говорили. 12 сигарет в день эквивалентно шкале 300, даже с чем-то. 12 сигарет, то есть 600 у нас получается минимум. В месяц. Вот в день. А как ты умножаешь? 12 сигарет, но я курю где-то 24. Некоторые курят намного больше. То есть у них 12 600... сигарет в день, Дима. В день, это 300. Но я курю 24 сигареты, даже Это больше. 600. То есть у меня где-то 600, даже 700. Есть И очень многие люди, и причем курящие люди потом на улице одевают маску. Да. Зачем? Делай дырочку в маске, чтобы курить. Բայց վերադառնալով հավաքականի իմ համար абսուրդ է, երբ հավաքականի գլխավոր մարզիչը ասում է մենք Պորտուգալիայի նման պրոֆեսիոնալ թիմի հետ խաղալու շանս չունենք, բայց եթե հարցին մենք մոտենում ենք հենց այս պլանկայով, դու էլ չես սպասում ոչ մի բան հայկական ֆուտբոլից։ բայց ես չեմ էլ մարզում այդ ֆուտբոլիստներին, չէ։ А португальцы Բայց могут? ես չեմ մարզում ֆուտբոլիստներին։ Բայց դուք դեր դաշնակ եք մարզում։ Չէ, բայց ես А пускай они равняются. Португальцы могут так же, как мы, играть в блот. Հասկանում ես, երբ որ մարզիչն է ասում, այդ էլի մի բան է։ Մի օր այդ Լոնդոնի օլիմպիադայից առաջ Ծաղկաձորի սպորտ բազայում լողորդներ էին պարապում։ Մարզիչներից մեկին ասում եմ ու ոնց է, ասում է, չէ, ապեր, այդտեղ հույս թող չունենան։ Ես մտածում եմ, ես լողորդ լինեի բասեյնի մեջ, սենց կմնայի, ասես ոնց, բա ինչ ենք եկել պարապ։ Պրոբլեմա դժվար է, ծանր է եւ Չկա նախկին энтузиазм. Չկա նախկին Նա։ էնտուզիազմ։ Լավ, հայկական ֆուտբոլի թեման է փակենք։ Լավ, քանի որ ձեզ ոչինչ չի հուզում գոհ։ Չէ, հուզել է հրաշա։ Դուք ասում եք մասնակից դառնում եք, օրինակ մասնավորապես ֆուտբոլը հետաքրքրում էր, օդի աղտոտվածությունը։ Не, на самом деле сплошные проблемы. Вот Գորի առաջարկած թեման, եթե ուզում եք անկեղծ լինեք, իմ սիրտը ինքան է ցավացնում, այդ տեղի ունեցողը, որ ես չեմ կարողանում խոսել դրա մասին նույնիսկ։ Գորջան, խոսքը տրվում է քեզ։ Okay, ես այս վերջին շրջանում եկեղեցի պետություն եւ մոլորյալներ о крестовых походах. Կառավարություն եւ այո մոլորյալ հավատացյալներ թեմայի մասին եմ ուզում խոսել խոսենք հա որովհետեւ մենք բոլորս գիտենք թե ինչքան շատ ենք հավատում Աստծուն կամ չենք հավատում մենք գիտենք որքան ենք այդ ամեն ինչը փորձում ցույց տալ, երբ օրինակ եկեղեցիների մոտով անցնում ենք, կամ խաչակնքում ենք, վարորդները թողում են ղեկը խաչակնքում են։ Այդ կան հատուկ
ծիսակարգեր, որ պետք է եկեղեցում կատարել, հա, ու գնում է մի ինչ որ վիճակ, այդ վիճակը գալիս է շատ հակիրճ ասենք, որ նույնիսկ եկեղեցականները, հոգևոր մեր այրերը մարդիկ են, եւ այս process որն է մարդիկ են։ առաջին հերթին մարդիկ են, որոնք Միգոմանոիդեր։ որոնք իրենց բացի հոգևոր ծառայությունից այդուհանդերձ ինչքան էլ որ նաև սահմանադրությամբ եկեղեցին առանձնացված է հայ իշխանությունից վաղուց մենք աշխարհիկ պետություն ենք եւ այլն այդուհանդերձ քաղաքական ինչ որ ընթացքների մեջ պարբերաբար միշտ եկեղեցին ծանրակշիռ դեր ունի հանրային եւ հասարակական կյանքում հիմա իշխանությունները որոշակի խնդիր ունեն որոշակի մարդկանց հետ ովքեր որ եկեղեցին են ներկայացնում ու ցավոք սրտի հանրության աչքի առջև այդ վեճը արժեզրկում է լիքը մոտեցումներ գլոբալ առումով եկեղեցու նկատմամբ խաչակնքվում են այդ ուրիշ բան է մարդ հավատը եւ կրոնը ու նաեւ եկեղեցական այդ համակարգը տարբեր բաներ են ամեն մարդ ունի իր ներսում հավատ դեպի առ Աստված նաեւ ապրելով կոնկրետ երկրում իր հիմնական կրոնական ավանդույթներին այդևում եկեղեցիա գնում մկրտում է երեխաներին պսակադրվում է եւ այլն ստեղ ուղղակի ցավում եմ ես շատ որ քաղաքականացվել է եկեղեցին այս process-ների արդյունքում ու մենք տեսնում ենք ինչ որ փորձ ինչ որ բան կոտրելու ու նայեք անմեղ մարդ չկա այլ նույն հավատքի եւ կրոնական ավետարանում տարբեր ճշմարտությունների մեջ գրվածը ում էլ ուսումնասիրես անպայման կգտնես որևէ փոքր կամ մեծ արարք որը հակասում է այդ նորմերին հա բարոյական այնպես որ եթե հիմա տեղի է ունենում sense process ուրեմն ինչ որ մեկին պետքա ցավոք սրտի մենք բոլորս մեզ թույլ ենք տալիս կառուցելու եկեղեցու հոգեոր այրի այդ կերպարը բոլորովին այլ կերպ ուղեղով հասկանում ես որ մարդը ի վերջո ունի թերություններ կամ թերացումներ եւ թուլություններ որոշ դեպքերում բայց ուզում ես այդ ամենը այդքան խոշորացույցով չնայես Ժակ այդքան երկար ասեցիր օրինակ ես էլ եմ շատ նեղվում բայց ես նեղվում եմ ոչ թե դրանից որտեվ դա լրիվ նորմալ է որտեվ դա միշտ եղել է ու կլինի ուզենք չուզենք ինձ այս վերջին մի քանի օրվա ընթացքում հուզում է այլ բան որ այդ հայտնի հռոմեական կայսրների разделяй у властвуй и властвуй разделяй у властвуй աշխատում է բոլոր տեղ ու երբ որ մարդիկ հասկացան որ հնարավոր չի ինչ որ բան աներ այնտեղ հրավիրելով օրինակ Պետրոսի մոտ երկու հոգևորականներ որոնք որ չհասկացա տենց է հոգևորական են այդ պահին թե արդեն հոգևորական չէին էական չի հիմա հասան arczepiskopos-ներին հիմա այդտեղ հարց եմ տալիս երեկվա այդ հանդիպումներին այդ arczepiskopos-ների մեջ կան մարդիկ կա անուն մարդու որը եւս անընդհատ քննադատության էր ենթարկվում նոր իշխանությունների կողմից բայց այդ մարդը եկել նստել էր հանդիպմանը այնտեղ ցանկացած մարդ որը նստած էր բոլորի հետ կապված կարելի է նույն տարբերակով գտնել դրա համար կա մի լավ խոսք գիտես ասում է թող քարնետին ոչ այո հիմա այսինքն անմեղ է հիմա քարնետողը անմեղ է փաստորեն ու ժողովրդի անունից այդ քարը նետում է ոնց փաստորեն անմեղ դե անմեղ է որ նետում է չէ ըստ այդ նախադասության չէ մենք այդ նախադասությունը ընդամենը չենք ասել ռեֆլեքսիայի համար է որ մարդիկ հասկանան որ անմեղ մարդ չկա խնդիրը նրանում է որ յուրաքանչյուրիս դե կապություն հոգևորական է հոգևորական չէ մենք բոլորս ունենք մեղքեր գործած մտածած գործվող եւ բացի դրանից մենք ունենք նաեւ մարդիկ որոնք որ մեր վրա ունեն կոմպրոմատ մեկը ես իմում հետ գնացել է բաղնիկ, այն մեկը չգիտեմ ինչ արել։ Ունես հեռախոս, ունես մեղ ունես հեռախոս կա։ Հիմա, եթե դա կա, եկեք բոլորս իրար ասենք կամ չասենք կամ էլ չօգտագործենք այն ժամանակ դες լավ բան ասիր եթե բոլորը սկսենք ամեն ինչ իրար ասել ամբողջ Հայաստան կհանդարտվենք դե որտեվ բոլորը Некоторые сойдут с ума просто это կամ ինչ են մարդիկ դա օգտագործում են այն ժամանակ երբ որ դա իրենց պետք է ինչ որ շահերին հասնելու միշտ էլ հիմա դե հա ես էլ եմ ուզում ասեմ որ ոչ մի նոր բան չկա հիմա կարդինալ Ռիշելիեն arczepiskoposները որ հիմա այդ ներսից են կիսում իրանց փորձում են կիսել
այս մարդիկ ընդ մի բան ասել են, հետո դուս են եկել հասկացել են, որ երևի լավ չեն ասել, հիմա ասում են իմ անունը կա, բայց ստորագրությունը չկա, բայց ստորագրությունը ինչի չկա, եթե անունդ կա, միջև այդ երևի քեզ հարցրել են, տհաճ վատ, sense գարշելի պատմություն ասա։ Այդ գիտես մոտավորապես եթե ավելի բարձրացնենք այս օրինակը, բոլորս էլ երեխեք չկան, չէ՞ նայող։ Գիտեինք որ ձմեռ պապ չկա, բայց այդ կերպարը մեր համար կառուցել ենք, հետո մեծանում ենք, որ հասկանում ենք չկա, միևնույնն է պահում ենք այդ կերպարը։ Սիրում, բարի մեր երեխաների համար չենք փորփրում ու ձմեռ պապիկին ծվեն անում։ Հա, բայց կամ մի հատ ուրիշ նաև անկյուն, հա, այս ձմեռ պապի օրենքները պետք է չխախտի։ Թե կեսարին, աստուն ու այս շատ կարևոր խոսք է իմ կարծիքով, որ կեսարը կեսարությամբ զբաղվի եւ կաթողիկոսը, որը համարվում է հա հայ առաքելական եկեղեցու գլուխը եւ այսպես ասած Աստծո հետ կապի հոգեվոր հայրը այո հոգեվոր այս անձնավորությունն էլ իր հերթին կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը ու այս լռությամբ կամ այս վարքագծով էլ ավելի չխորացնի խնդիրները եւ խնդիրները իհարկե ես մի բան եմ ուզում հասկանամ եթե բոլորը գիտեն Օրինակ ես չեմ հետաքրքրել երբեք, չեմ իմացել, չեմ էլ ուզեցել իմանալ։ Հիմա ուզած ինչ որ բաներ իմանում եմ կամ լսում եմ, ապացուցված կամ չապացուցված։ Ժողովուրդ ջան, եթե ձեր մասին ինչ որ բան են ասում, որ դուք կարող եք հերքել միանգամից։ Կամ եթե դուք լռում եք երկար, դա ինչ է դառնում։ Դա սա վերածվել է այսպես խնդրի, այսինքն դու քո ասածից կարելի է ընդհանրել, որ սպասվում է, ակնկալվում է վեհապարի խոսքը։ Իհարկե, որովհետև եթե դու ունես մեքենա, որը որ չպետք է ունենաս, օրինակ, պետք է բացատրես այդ մեքենան։ Օրինակ, ասես որ լավ տղեկ է, այս մեքենան ինձ նվիրել են։ Ու այդ լավ տղեկն է կանգնեն, ասեն, հա, մենք ենք Սրբազանին նվիրել, Սրբազանը գողություն չի արել, այս չի արել, այս մեքենա կամ անհնար է, բան, անունը ինչ է։ Լավ կնքել նվիրել ենք։ Մոմ վաճառելով հնարավոր չէ այսպեսի մեքենա գնել, որտեղ իսկապես շատ Դե եմ ասում, շատ մոմեր ասում։ Շատ, вы же верующий, այսքան մոմենտ են ում վեճ Այն մոմենտ։ Ժորժ, ուզում ասեմ, որ պետք է մենք 21-րդ դարում ենք եւ եթե դու ես նմանացնում եմ ոնց որ ռինգ են դուս գալ երկու բոքսեր, մեկը հարվածում է, իսկ մյուսը չի պաշտպանվում, բայց չի են գնում։ Հասկանու ես ու իսկ ինչ որ մեկը պետք է լինի դեմա բոքսում կա ռեֆերի որը որ կանգնացնում է որ դեմա որ այն մեկը չի պաշտպանում ուղղակի կանգնած սենց սա կմեռնի կանգնացնում է որ այդ մահը չլինի իսկ մենք ոնց որ բոքսերը կա այդ չպաշտպանվողը կա խփողը կա չպաշտպանվողը կա ռեֆերի չկա ռեֆերին է պետք է ժողովուրդը լինի որ մի քիչ մտածի չգիտեմ ինչ բայց ժողովուրդը այնքան բայց այստեղ էլի բաներ կա որ այդ կասած ծմեր պապուն ծվատեն որ տեսնեն տակը ինչ կա հա այս ինձ թվում է մեզ մոտ այս մի քիչ նաև խանգարում է այդ վայ այս մարդը սուրբ հա կամ չգիտեմ հասած մոտեցումները ես օրինակ ինչև այս process-ն էլ երբ որ մենք ունեինք կաթողիկոս որի հանդեպ անձի շուրջ քննարկումներ միշտ եղել են տարբեր մեկը ընդունել է մեկը չէ ես միշտ ասել եմ ես այդ մարդուն որպես մարդ չեմ ընկալում ես ընկալում եմ մեր հավատքի մեր ինքնության մի մաս հանդիսացող եկեղեցու ասում ես չէ որ դրանք մարդ են չէ խնդիրներ կա ես դրա համար անջատել եմ այդ ես ոչ թե անձնավորված եմ մոտեցել կաթողիկոսին, ես այդ պաշտոնն եմ ընդունել, որ այդպիսին որպես գլխավորող կա ու պետք է հարգանքով մոտենալ այդ երևույթին ու պահանջել, որ այո, այդ պաշտոնը զբաղեցնող մարդն էլ հարգի։ Երևույթին հարգանքով մոտենալը, այս վերջերս անընդհատ լսում եմ այս եկեղեցի իշխանություն էս գզվրտվոց տվեց կաթողիկոսի անունը պատարակի ժամանակ չտվեց մի կարևոր անուն այս ամբողջ պատմության մեջ, որը Иисус Христос, И самое плохое, что все, что происходит, возможно, приведет к церковному расколу. А церковный раскол это всегда очень плохо. Такое было несколько раз в истории. Чему нас учит история, хотя ничему не учит
Միգուցե այդ բաժանումը ինչ որ լավ բաներ ունենա, հա, մաքրի։ Կարող, ոչ մեկ չգիտի։ Ոչ մեկ չգիտի։ Խնդիրը հենց նրանում է, որ մենք Որտեւ տեսեք հակափաստարկ են բերում, որ Գրիգոր Լուսավորչի ժամանակ ամուսնությունը թույլատրվել է։ Հա, օքեյ։ Այն ժամանակ տենց էր։ Այս կանոնադրությունը ձերն է, այդ չգիտեմ, չեմ հիշում որտեղի հրովարտակով, եսի ինչա հաստատած Հավաքվեք նոր հրովարտակ, դրեք այսուհետ կաթողիկոսը կարող է պսակվել։ Միգուցե մենք էլ դառնանք կաթողիկոս։ Կարող պսակվել եւ arczepiskopos-ը կարող է քշել թանկարժեք մեքենա, որը որ արժի չգիտեմ $200,000։ Кстати, собор не собирался несколько сот лет. Այո, կարելի է ամեն չան։ Okay, իշխանությունը պահանջում է, ասում է եկեղեցին թող գույքագրի իր ամեն ինչը, հարկերը տա, որովհետեւ որպես կառույց, կազմակերպություն, մյուս կազմակերպությունների նման պետության մեջ գործի։ Հա, արեք այդ պահանջը, որտեվ կեսարը Իրանն է ուզում։ Դուք էլ ձեր օրենքները հարմարացրեք այն ամեն ինչին, ինչը որ տեղի է ունենում, եթե չեք ուզում այլ տարբերակ մտածել։ Դե իհարկե պետությունը իր կողմից կամ իր տեղը պետք է մի քիչ ավելի հարգալից լինի ամեն ինչի նկատմամբ եւ եթե մարդիկ ինչ որ բաներ խոսում են, որոնց մասին չեն կարող էլի միջև վերջ ասել, կամ եթե ասում են, որ մենք կասենք, մենք ցույց կտանք, մենք ունենք ժորդ ունեք ցույց տվեք։ Այո։ Կամ ասում են, հիմա սա եկեղեցու հետ կապված չի, գզվրտում են նաև իրեր իշխանությունը եւ օպոզիցիան։ Ամեն մեկը մյուսին ասում է, մենք ունենք sense փաստաթուղթ, ձեզ ցույց կտանք, ընտրությունից հիմա ցույց տվեք։ Ընտրությունից առաջին չի սա պետք։ Պատրաստվի, այս ամբողջը Բայց ուզում Сейчас сколько будет компромата. Սա փոխկապակցված սենսա ընտրությունների հետ ու մեզ խոստացել են շատ ավելի շատ բաներ ցույց տալ։ ցույց տալ ու թեժ բաներ։ Վանը system of a down in գործը իշտեցի, գիտես, my is bigger than yours։ Դες գործը։ Այո, դա գալու է։ Մա օր ակնոցա հակտում, խնդրում ակնոցներից հանեք, որտեղ դες բաներ ցույց տալու։ Որ հաստատ Ակնոցով պետք չի։ Ով ակնոց դեռ չի կրում, աշխատեք այս ընթացքում ձեր բաները վատացնեք տեսողությունը, որ չտեսնեք։ Ես երևի կուզեի, որ մարդիկ ովքեր էս բանի մեջ այդ մոլորված մարդիկ են ու չգիտեն ինչ, հետևեն էլի Աստծո խոսքին, որ ասում է աղոթքների մեջ շատախոս մի եղեք, ծածկվեք, փակվեք ձեր սենյակում ու ձեր սենյակում ձեր աղոթքը տեղ կհասնի։ Միգուցե իշխանություններն էլ լսեն, արձակուրդ վերցնեն ամեն օր պատարակների գնալուց ամեն կիրակի։ Ամեն կիրակի։ Սա տարօրինակ չէ, որ իշխանությունը ամեն կիրակի գնում է պատարակի։ Տարօրինակը գիտես նաև ինչ, որ մարդիկ կան, որ շաբաթ կիրակի ուզում են հանգստանան, բայց հիմա ուզած ստիպված պիտի գնան պատարակի։ Պետք է գնան պատարակի, դա որն է։ Բայց միևնույն ժամանակ առնչվում են հոգևոր կյանքի։ Չէ, առնչվում են ժուրնալիստների հետ, որոնք որ իրենց ընդ սպասում են եւ շատ դեպքերում անհետ եւ հետ հարցեր են տալի, հասկանում ես։ Այսքանը Ничего святого. Գաղափարը, հավատքի գաղափարը, սրբության գաղափարը արդեն կորել է, մոռացել են մարդիկ ինչ անդեղ արանքը կատարվում։ Բայց արդարության համար ասենք, որ նման ճգնաժամեր ոչ միայն Հայաստանում, եվրոպական շատ երկրներում Но история ничему не учит. Точнее, учит тому, что ничему не учит. Չմոռանանք, որ անգլիկան եկեղեցին ծնվեց նրանից, որ Հենրիխ 8-րդին չէին թողում բաժանվի իր կնգանից։ Ну да. Ասես, չէ, ուրեմն սենց եմ անում։ Всё, я главный. Դարավ անգլիկան եկեղեցի, որը որ հռոմեական Սպասենք հայ առաքելական եկեղեցու։ Зря ты закинул эту Նոր идею. ժողովին եւ վերածննդին նոր տեսքով։ Միգուցե 21-րդ դարի համար նոր կանոններ են պետք։ Այսքանը, եթե չունեք որևէ բան ասելու հիմա, Քրիստոսով Հիսուս Քրիստոսից հետո ինչ քննարկենք։ վերջացավ։ Да, здесь Աղոթենք вот на նոր этом. այդ հրդեհները։ Այո, Դիլիջանի Կարող հետ։ ենք լուր աղորդել ամեն մեկս եւ առհասարակ խորհուրդ եմ տալիս օրվա մեջ, օրվա վազքի մեջ մի քանի րոպե դուք ձեզ տրամադրեք, լռեք, մի հատ մտածեք, չգիտեմ որտեղ, մեքենայում, վերելակում, գործի գնալուց կամ արտանալու պահին կամ քնելու պահին, մի քանի րոպե մտածեք։ Այնքան արագ գա վազք ու աղմկոտ է կյանքը դարձել, բայց պետքա կարողանաք գտնել այդ ժամանակը մի պահ գտնելու, մտածելու, աղոթելու թեկուզ եւ Այդ ընդամենը այ որ մարդը սովորություն դարձնում է։ Այսօր հոգեբանի խորհուրդներ։ Չվազելու սովորություն երբ որ դարձնում է։ Նա քեզ հեշտ է Ինքը ասել։ հասկանում է, որ Եթե 12 ժամվա մեջ աշխատանքային 6 տեղ
պետք է հասնես Երևան քաղաքի տրաֆիկի մեջ ու ամենտեղ լարվածություն, սպասումներ եւ այլն։ Կոնտրություն է շակ։ Իմ կյանքի Կոնտրությունն է, քո կյանքի ռիթմն է, ոչ մեկ մեղավոր չի։ Շնորհակալություն։ Այո։ Իսկ դու կարող ես ոչ միտեղ շտապել։ Չէ, ես կարող եմ պլանավորել, հատուկ այնպես, Ես էլ եմ պլանավորում, բայց լարվածությունը չի լինում։ В общем, не забывайте носить Սեսիայի маски. համար հետո Пока. խոսանք։ Այսօր այսքանը դիտեք մեզ, լայքեք, կիսվեք, գրեք, ինչ դուր եկավ, ինչ դուր չեկավ։ Եվ վերջով միգուցե կան թեմաներ, որոնք որ օրինակ մենք չենք քննարկել, բայց դες հետաքրքիր է որ քննարկենք։ Заказывай. Արդ Գեղամյանը բացահայտում է փարիզյան էսթետիկան, այսինքն գեղագիտությունը։ Առաջին անգամ առասարակ որքան Հույսությունը տեղեկություն կորցնում է Այո, Եվրոպա է մեկնել առաջին անգամ։ Ախր Եվրոպա անգամ։ Այո, ես այդպիսի տեղեկություն ունեմ։ Եվ առաջինը Փարիզն է։ Ոչ չի որ կուսությունը Փարիզի հետ է կորցնում։ Կարող էր Լյուբլյանայից սկսել, չէ։ Գիտեք ինչ հիշեցի, մի հումոր էր TikTok-ով տարածվել, որ ասում էր ես Ամերիկայում Փարիզում եմ եղել։ Եվ այսօր մեզ միացել էր Գոռ Արությունյանը, շնորհակալություն։ Բարբերաբար կանչեք Գորին, Այո, որպես հոկեբան, էքսպերտ եւ հոկեբան։ Շատ հանգիստ մեր գորգորոսներին դիմացավ այսօր։ Хорошо. Տեսնենք ձեզ։ Пока.